Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Բաբոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո, կասկածելի երեկոն է եթերում կրկին հավաքվել են մարդիկ, ովքեր ազատ են կասկածելու դիմացինի ասացի մեջ, առանց պատասխանատվություն կրելու այստեղ են հրաշալի հանդիսատես, մեզ դիտում են ամենալավ հեռուստադիտողները, YouTube-ը եւ ցանկացած պլատֆորմային վիդեոների դիտողները։ Մենք պատրաստ ենք ողջունել մեր հաղորդման մյուս հաղորդավար Ռոբերտիկին, ով կներկայացնի նաև իր թիմին, հետո ես արդեն գիգանտների Չապերիտ մեջ մնա, ես քեզ համար Ռոբերտիկ չեմ, քեզ կգան կտեսնեն լավերը այսօր։ Այս ոնց ես պահում քեզ Գարիկ։ Ուղղակի չեմ ուզում անպատվեմ, քեզ կգան կտեսնեն այսօր։ Թող գան։ Իմ տեղը ինչ։ Իմ տեղը քեզ է լապենք։ Ինձ համար անհանգստացողներ կան այսօրվա դրությամբ։ Ներկայացնեմ հյուրերին։ 7000 միլիարդ մասնակիցներից այսօր այստեղ է ապագա դերասանուհի Երևանի կինոյի եւ թատրոնի պետական համալսարան թե ինստիտուտի ինստիտուցիոնալ ուսանողուհի Ինա Գրիգորյանը բարձր ծափարում ենք Ինայի եւ սա այն քիչ դեպքերից է որ ես կներկայացնեմ եւ չեն հարցնի որ Արսեն Գրիգորյանը քանի որ մեր հաղորդումը ռադիո հաղորդում չէ, այլ հեռուստատեսությունով է հեռարձակում եւ կտեսնենք բարձր ծափարություններով վաստակավոր է, չէ։ Արսեն Գրիգորյան։ Արա ես ինձ շրջապատել եմ պրոֆեսիոնալներով, հիմա կաստինգով էլի 700 հոգուց անցած կաստինգով իմ մասնակիցով պրոֆեսիոնալ պարող, պրոֆեսիոնալ computer science-ով զբաղվող և վերջապես պրոֆեսիոնալ պարսկահայ, ես կասեի, Վեդին Ազարյանն է այստեղ, բրավո! Հայլի մեջ լրի, բրավո! Վեդին շտ ավելի հաղորդավարա, քան ոնց որ ես ու դու միասին Լուրջ եմ ասում ոչային, Վեդի ջան, չէ, դու քո կներես, դու քո ոչով ինձ համար եմ, իմ անունից եմ խոսում, ծալած ունես ինձ։ Լուրջ եմ ասում ծալած, քո բաճկոնը ծալած ունի իմ բոլոր հագուստները վերցրած։ Այս տարօրինակ է։ Չէ, տարօրինակ չի, Տարօրինակ չի, սա։ Հա տարօրինակ է, բայց այդ տարօրինակ չի, որ ինքը տարօրինակ է։ Եվ իմ մյուս հյուրն եմ ուզում ծանոթացնել պրոֆեսիոնալ երգիչ, նու երգիչ, քաղցր երգիչ, ջիգյարով մեղրածոր երգիչ, գաթա երգիչ, գլյուկոզա երգիչ, ածխաջուր։ Օրալոն, մեղրնա խնդրում եմ ես բաժակից մեջ երգի խմեմ։ Արաբոյի Սպիրյան։ Արա միտքից տեսոց օտա շիրոտ ենք։ Արա 100% լուրջ եմ ասում։ Այսպես ասեց արդեն որտեղ կպտված ես ճանջեր են գալիս ուզում են։ Գարիկ ջան, ծանոթացու դու առաջին փուլի կանոնների։ Սիրով ծանոթացեմ առաջին փուլի կանոնների հետ, հետո արդեն Ռոբը կորոշի թե ով է սկսում հաղորդում։ Մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկներից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որն իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որ նրանց հետ կապ չունի եւ մասնակիցն այն կարդում է առաջին անգամ։ Անկախ ամեն ինչից մասնակիցը պետք է այն ներկայացնի իբրև իրականություն, իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով փորձելու է պարզել այդ պատմությունը նրա հետ պատահել է, թե չի պատահել, իրական է, թե հորինված է։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմը վաստակում է 1 միավոր, սխալ պատասխանի համար ոչ ոք ոչինչ չի վաստակում։ Բայց այսօր մի փոքր փոփոխություն անենք։ Այո, արիքանը որ ոնց որ միշտ առաջին պատմություն պատմողը լարվում է, ոնց որ մենք զգացել ենք այս վերջին 8000 հաղորդման ընթացքում, թող դա չլինի հյուրը, թող հյուրը ոնց որ փորձից ես մտնել մի հատ միջավայրի մեջ, այո, ես վրա շատ վերցնենք։ Ես վերցնում եմ ինձ վրա այդ հարվածը Արսեն։ Դու եղիր առաջին։ Ինա, ես կլինեմ Ոյ զոնոգստում եմ։ Կլինի ուրիշը կարդա։ Այն նվերները, որոնք ինձ նվիրում են եւ ինձ դուր չեն գալիս, ես համացանցով փոխում եմ ուրիշ նվերների հետ։ Ինչ միջոցով։ Ուրեմն կա ինտերնետում, Facebook-ում կա կայք, որ այո, ես քեզ ասեմ, էլի։ Չէ, ուրեմն Facebook-ում եւ Instagram-ում կան կայք, որ կփոխարինեն բարտերային տարբերակով ապրանքները։
կգնեմ վաճառել կամ կփոխարինեմ, ժողովուրդ կփոխարինեմ ապրանքներ։ Ինձ նվիրում են օրինակ օծանելիքի վրա օրինակ բերեմ եւ դու դրում ես ասես ես կփոխարինեմ ձիվանի հետ։ Դե չէ, համարժեք պետք է լինի կամ հավելավճարով, դե չի կարող ոնց կարած բազմոստու օծանելիք։ Լավ, վերջին ինչ ես փոխարինել։ Վերջերս փոխարինել եմ օծանելիք եմ փոխարինել եմ ժամացույց, փոխարինել եմ անդրավարտիկ։ Տրուսյոն։ Ուրիշի անդրավարտիկի հետ, հա։ Ուրիշի չէ, փակ տուփով հիմա դու ցինիկ բաներ ես վերածում ես հաղորդումը, չէ։ Ես բարտերային տարբերակով փոխում եմ, նրանք մանեն։ Ուզում հասկանամ անդրավարտիկը ուրիշ էլ ինչի հետ կարող ես փոխարինել։ Ուրիշ անդրավարտիկ։ Գիշերասկեստի օրինակ։ Ոչ։ Դու ինչ գիտես։ Օրինակ։ Չէ։ Կարող իրար հետ փոխարինել։ Մեկ րոպե, չէ։ Պարտադիր չի, մի րոպե սխալ ասք։ Դուք պարտադիր չի օծանելիքը բարտերային Ես հասկացա, բայց օծանելիքի հետ։ անդրավարտիկին համարժեք։ Լսի ասեմ, անդրավարտիկը քանի որ ինձ համար փոքր չափսի էր, սխալ չափսի։ Դու մտել այդտեղից անդրավարտիկ վերցնի ինչ-որ բանի։ Ես գրեցի ինքը նայեք։ Լավ, դու եղա որ դու վերցնես անդրավարտիկ, փոխարինը 10 Չես լսում անդրավարտիկը ինչ հետ եմ փոխել։ Չես լսում անդրավարտիկը ինչ հետ եմ փոխել։ Անդրավարտիկը փոխել եմ, անկեղծ փոխել եմ, շատ ա դուրս եկե Lego-ի գրիչների հետ։ Սենց Lego-ի տեսեք, որ Lego-ի գրիչներ կա։ Տեսել եք, չէ։ Հիմա էտես հակել։ Ասում եմ այդպես հակել։ Չէ, մեկը գցել էր, փոխում էր Lego, ես գրեցի իրան։ Գրեցի, դուք կարող եք անդրավարտիկի բրենդն է, ինքը հայտնի բրենդ է, որ դու դիտմա մի քիչ ջինսդ ներքև ես անում, որ երևա։ Ես չեմ ուզում հիմա գովազ լինի, հասկացաք։ Սիտարով է սկսում։ 3 տարվա մեջ բավականին բան Ժամացույց եմ փոխել։ Ժամացույց եմ փոխել, ուրեմն ժամացույցը փոխել եմ նվագարկչի հետ, կասետային, հիշում եք, ուղղակի դուք երիտասարդ եք կարող չունեք, լենտայով կասետներով նվագարկիչ կար։ Էդ ես վերցրել, տվել եմ ժամացույց տեղը։ Բայց շատ հարմար բան, ես չգիտեի որ տենց էջ կա։ Ես լիքը բան ունեմ փոխարինող։ Կարող ես հասնել քո սիրելի հանդիսատեսին հասնել։ Եթե կա կետ էջում, ես ուզում եմ փոխանակել մեկ հաղորդավար ինչ որ մի բանի հետ։ Դուսոքի է։ Հարցեր ունենք Ռոբին։ Ես չէ։ Ես էլ չէ։ Կամ արդ այդ խմբում։ Որս ինչ որ գովոզ եղավ շատ լուրջ այդ Facebook-ի խմբի։ Դե չէ, բայց ինչ որ մեկի բացած բաներ ունեմ։ Խումբն է Ռոբին։ Չէ, ինքը հանրօգուտ բան է, այսպես գովազդային բան չի, որ գովազդ եղավ, հանրօգուտ է, դու կարող ես տեղ մտնել եւ օգտվել։ Շատ լավ։ Հարցեր Ռոբին։ Չէ։ Դե ուրեմն ասեք, հավատում եք այս պատմությանը թե չէ։ Ես ոչ, սուտ եմ։ Շատ պատրաստ էր իր պատասխաններին, sense հարցը տալիս էինք, տեղում պատասխանում կարծիքով էսի fake է։ Իրական եղածներ չէ իմանա ինչ բան։ Չէ, մեկ էսից կմտածեք, ասե թող որը ասեմ իրենց չփոթեսնի։ Լավ ռազմավարություն է։ Սուտը բանն է, որ ճիշտ չի։ Նա ուզում ուսերեն չէր, այդեն գիտի։ Դու ինչ ես կարծում։ Վեդից նոր լուր եկավ, որ սուտ է այս բառությունը։ Ես էլ չեմ հավատում, որովհետև չեմ կարծում Ռոբը տենց էժան նվերներ ստանա իր ծնունդի։ Էժան նվիրումը, հանգստան։ Ընկերներս ասում են սուտ է, ես էլ համաձայնում եմ, այս պատմությունը Ռոբ ջան, սուտ է։ Սուտ է։ Արսեն ջան։ Ես էլ պետք է ասեմ։ Դու հա իհարկե, սենց ասեմ, եթե 4 կարծիք եղավ սուտ է, ինչ ես կարծում։ Ես չեմ հավատում, որ դու սուտ խոսան տղա ես։ Դու ինչ ես կարծում։ Կա տենց կայքեր ու ես ավելի աբսուրդ փոխանակումներ եմ տեսել։ Այո, իրականում այս պատմությունը ճիշտ է, չէ։ Բարձր, ճիշտ է։ Ճիշտ է։ Այո, այս պատմությունը սուտ է։ Ռոբերտ ջան, ամեցի եւ քո հպարտությունը փոխանակի մեկ միավորի հետ։ 2000 դրամում են։ Գլուխդ կախ գնանստի։ Դամար չէր մակը։ Ուրեմն մենք դպրոցում ուսուցիչ ունեինք, չեմ չափազանցնում, միշտ այնտեն ժամանակվա կավիճներն էլ, sense մեծ կավիճներ էին, sense գեղեցիկ չէին, sense գրում էր, երկար գրում էր ու ամբողջ sense ձեռքը կավիճոտվում էր ու միշտ, չեմ չափազանցնում, երթվում, միշտ վերջում sense էր անում։ Երթակ է։ Ինձ թվում է կավիճի պակաս ուներ, ինքը ինձ թվում է այնա մեզ տեսնում է, ողջունում եմ ձեզ, անունը չեմ տալիս, որ չբռնվեմ։ Ես ինչ օրակ եք մտածում, ձեր տունը չկա։ Պիպենք, չէ։ Մեր գործընկեր Վիվան առաջարկում է Արև մարզային սակագնային պլանը։ Արև մարզային սակագնային պլանը ընդամենը 2000 դրամ է։ Ուզում եմ։
Ռոբերտիկ պրոմո կոդով ինչ Ինչքան 2000 դրամով բանկա սաղ վերցնում ես արել։ Ուրեմն 2000 դրամը 30 օրվա համար։ Փաթաթի։ Այս հակագնային պլանին կարելի է միանալ Viva-ի բոլոր մարզային սպասարկման կենտրոններում ինտերնետ 20 գիգաբայթ։ 2000 դրամ ասա ու ասա 20։ 2020 ու նույնիսկ ես կարգախոս կալամ մտածեմ այս փաթեթը փաթաթի։ Այս փաթաթը փաթած ունի։ Ուրեմն Դա մի քիչ 20 կոպիտ է։ գիգաբայթ Այս փաթեթը փաթած ունի, ասեմ կոպիտ է։ Չէ, բայց շատ ճիշտ։ Այս փաթեթը փաթաթողը։ Ես ասեմ ավելին, այս 20 գիգաբայթը չեն էլ սպառվում, երբ օգտագործում եք WhatsApp, Viber, Facebook, Instagram եւ ելի մի շարք սիրելի հավելվածներ։ Զանգեր 800 րոպե ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադայում, տես Ռուսաստան, Հնդկաստան, T2 10000 ներցանցային րոպե, 800 րոպե փաթեթը սպառելուց հետո 2000 դրամով սրանից ավել կյանքում ոչ մի տեղ չսպառա։ Ես նոր կարգախոս մտածեցի։ Այս փթթող փաթեթը փաթաթի։ Այս երկարս մտածես։ Ինչպես։ Անալիզ էր անում։ Լավն էր, բայց Շատ լավն էր, շատ լավն շատ, շատ էր։ Viva ես սա վաճառում եմ այս կարգախոսը, այս փթթող 2000 դրամով։ փաթեթը փաթաթի 2000 հարկերը մեջը։ 1009 մնում է ինձ մաքուր։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք, տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Իդեպ Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտեր, հնարավորություն տալ ձեր մտերիմներին, որ հենց իրենք գնան եւ իրենց նվերը ընտրեն։ Շատ լավ է։ Բարձր պետք է կարդակ։ Արաբոջանն ես կարդա մենք էլ լսենք։ Ես ունեմ հարևան, ում ամեն օր ասում եմ բարև, Արմեն ջան, բայց գիտեմ, որ նրա անունը Արմեն չի, ու ինքը ինձ չի ուղում։ Իսկ խի անունը չեք հիշում, թե ուղղակի հավես է Արմենով։ Դիտմամբ է դա արվում։ Կորած ընկեր ունեմ, տենց նման է, Հա։ դրա համար։ Կորած ընկերոջ անուն ի՞նչ է։ Արմեն։ Արմեն։ Հա, այսինքն Արմենի կարոտը առնում ես հարևանից։ Իսկ Ես իրան ասել եմ, բացվել եմ։ Իսկական անունը ի՞նչ է։ Հա? Իսկական անունը ի՞նչ է։ Արտակ։ Արտակ։ Իսկական Արտակ է, բայց միշտ ասում ես Արմեն, ինքն էլ չի Ինքը ուղղում։ չի նեղվում։ Քեզ բայց ի՞նչ է։ Դե մեր Արեշի հարևանն է, ինքը ճանաչում է, դե տենց տարիներով իրար։ Բայց ինքը իսկ քեզ ոնց է դիմում, հա, Արամոջան։ Չէ, ինձի բստո է ասում։ Հա, բստո։ Հա, փոքր վաղտ ասում էին Արաբստան, Արաբստո է ասում։ Տարիների ընթացքում Արմենը Միացյալ Նահանգներից, հա, որ մոտիկություն են կարել Միացյալ Նահանգներում կորավ։ հա, Գոնե լավ տեղա կորել։ Փողերը վերցրել է։ Գլենդելի չեմ կողմը։ կարող։ Չեմ կարող։ Վեգասում։ Եթե շատ մանրանան կարամ պատմել, բայց չեմ ուզում պատմել։ Բայց լավ, որ չտխրենք լավ տեղա կորել։ Հա, Աստված է։ Հա։ Ու աստու չէ, եթե Աստված հետ է լավ տեղ չի կորել։ Լավ դե 2 տարուց կազատվի։ Արա լավ, 2 տարուց էլ չի կորի։ Բայց մի հատ հետաքրքիր բան էլի, Արտակը հեչ ասել է Արաբոջան, գոնե իմ անուն իսկականը գիտես, հարցրել է քեզ, թե Դե չէ։ հետ եմ բացատրում, ասո, Արտակի հետ Հայաստանում Այսի շփումա բարեկամական, ասո։ Աղբորս տղեն է, մեծ աղբորս տղեն է։ Ասո, բա Ռոբերտ Քերի։ Ինա հարսիկ։ Ինա քուրիկ, մի հատ գնա թանը բեր ինա ջանետի։ Նա կուժը դիրուսիդ բեր։ Պարամ պիմ պամ։ Ես կարծում եմ, որ սուտ է։ Սուտ է։ Լկտի։ Լկտի սուտ է։ Ասո հոպար, ոնց որ ասում է։ Ասո հոպար։ Ամիեն ես դելալից ավարտել։ Իմ կարծիքով Ճիշտ ասեմ։ Մտիկ ես անում, հա, մտիկ արիր, տեսի։ Ռոբերտի Մաստուն։ Դու պիտի Ռոբերտ Քերի։ Ռոբերտ Քերի։ Ճիշտ է, ես Ռոբերտ սուտ եմ։ Հորկուր։ Ես ուզում եմ ինա հետ համաձայնվեմ։ Եկեք այսօր մեր թիմը ոթենում որոշողը լինի կանացի գենը։ Շո։
Համաձայն ես։ Ես ու դու ով ենք, եթե այստեղ կային։ Համաձայն չես։ Միանշանակ։ Ինա ջան, մենք համաձայն ենք քեզ հետ։ Այս պատմությունը սուտ է։ Չենք հավատում։ Արմենի հետ սուրճ էի խմում այսօր։ Ապրել։ Այսօր ինչ էի անում։ Արմենի հետ ինչ էի անում։ Սուրճ էի խմում այսօր։ Սերջով սկսում ենք։ Լավն է, լավն է։ Ես հորինել եմ հայոց այբուբենի նոր 2 տառ։ Ձայնավորը թե բաղաձայն։ Կարող է հարցնենք ինչ տարա մենք որոշենք։ Ասենք կանոնի մեջ երկուսը բառաձայն է, երկուսն է ձայնավոր, ճիշտ հարց ես տալի։ Մեկը Լսենք, լսենք, խնդրում եմ։ Ուշադրություն։ Իսկ որտեղ է լինելու ինքը A B G D տեղը որոշել է եւ O R F Իրա տեղը մի հատ որոշեք։ 40 մեր կողմից է։ որոշել եմ A B G D E Z E Ö T J Այն ուրա։ Ինչ E Ö T J T J I L F Է ասեմ Դաժե ստարը կարելի է մի քանի տեղ դնել։ բայց երկրորդ Ալիկան տեղմաս լավ է I L X C K Ö T Մի հատ էլ տեղ հայտնվի էլի։ Եվ ով է Հիմա մեկը մյուսը on Ինչ on բառա ինքը։ no on break my heart։ Իսկ մենք կարող ենք խնդրել այդ տարերը գրես կա վիճով։ Լավ ձեզ օգնում եմ։ Գիրն էլ կա, գիրը։ Գրի։ Ասում Ռոբերտ Քերի մեր կողմից է, էլի։ Իմ նկարի տակ գրեք է, ահա։ Ռոբիտակ գրեք, էլի, իմինի տակ գրեք։ Ու ասեք որն է։ Էս որն է։ Կամերա էյա ու օ։ Ուղղակի կմծրեց իրար, այն օր կարտած Այն ինչա։ au Ինա ջան, մի հատ կարելի է հարց տամ։ այնստեղ Դուք լոգոպեդի կարիք ունեք։ Ինձ լոգոպեդի մի հատ լավ Ուրիշ լեզու գիտեք։ Հագած մենք դասենք արաբոն Հարց եմ ուզում տամ, էլի ինայն։ Ուրիշ լեզու գիտեք։ Չէ, բայց օրինակ կարող է տենց բանալ, եղել են ժամանակ էլ օրինակ Մեսրոպ Մաշտոցը եկել է ինչ-որ տարերա ներկայացած, ասել օրինակ Շ, ասել են Մոսկալի Շ, պիտի լինի S and H։ Որովհետև միջով մաշտը, միջով մեսրոպ։ Ճիշտ ասած, որովհետև Շ-ն ամենաուշ տեղը, միջև Շ-ն օրինակ ուներ, ունն ու կատուն էր, էլի։ Ուկ, գիտեք ոնա, շշուկը, չկատ։ Բարի, եկեք հասկանանք Ինա Հարսիկը տարերը ստեղծել է, թե սա հորինված էր պատմություն։ Ներքին զգացմունք եք ասում, չէ՞։ Ներքին զգացմունքս մեծ է ասում եմ, որ պետք է ճիշտ լինի։ Բայց ֆակտեր կան, որ այսինքն սուտ է, իմ կարծիքով։ Իսկ դու ինչ ես կարծում ներքին։ Ես կարծում եմ, որ ճիշտ է։ Ճիշտ է։ Կարծում ես ճիշտ է։ Ահա։ Ներքին զգացմունք։ Դու ասա Վերդի ներքին։ դու ինչ ես մտածում։ Ես պետք է վերջում ասեմ։ Ապետի դու ասես, իրոք ադաթով ասես գարիկը տանի։ Դե Ասում եմ ճիշտ է Վերդին։ փոքր տարիքում Կահաց էլի մի երեխա է։ Հատե մի երեխա էլի մի բան բզբզացել է։ հավատում եմ։ Հավատում ես։ Դուք երկուսով փաստորեն հավատում եք։ Հանձնվում եմ իրենց կարծիքին եւ ես էլ նույնպես կարծում եմ, որ այս պատմությունը ճիշտ էր։ Մեր Ինա Հարսիկը իրոք ունեցել է այսպիսի ցանկություն, որ ավելանա այբուբենում տարեր, որ պետք չեն։ եւ այս պատմությունը սուտ է Ականիցը քինով է գերել Գայ տեսակների։ գնացում եմ։ Չես գրում, չես գրում, բայց մոտեցի կասեմ։ Երկուսն էլ փոխեմ։ Երկուսն էլ փոխի, չէ, մեզ մեկ գրի անցածի համար։ Անցածը Այդ մեկը գրի։ մենք արաբոյինը ճիշտ էինք գուշակել եւ մեզ միավոր չենք գրել։ Մոռացել էին գրենք։ Ապրես։ Ապրես։ Մեզ էլ գրենք երկու, հա։ Չէ, ինչ ես երկու գնում։ Նորմալ է, sense թողա։ Հա, սխալ գուշակեցիք դուք գնա։ Հա։ Մեր հաղորդաշարի գործընկերն է Exterior Group-ը իր կերամակասա խանութ սրահներով։ Կերամակասա, այստեղ դուք կգտնեք սալիկների, սանտեխնիկայի լուծումների պրեմիում ընտրանի։ Հասարակ չէ, դու պրեմիում ընտրանի, որտեղ յուրաքանչյուր հավաքոցու ստեղծված է ընդգծելու ձեր ինտերիերը։
նրբաճաշակ սալիկներ, ժամանակակից լվացարաններ, զուգարանակոնքեր, ծորակ ցնցուղային համակարգեր, ծորակ ցնցուղային համակարգերը ինքը իստում է բիդեներն է, չէ՞ երևի։ Հա, հնարավոր է։ Որոնք միավորում են դիզայնը, հարմարավետությունն ու բարձր որակը։ Համեցեք Դավիթ Անախտ 23 կոտորակ 7 ապրես, կոտորակ 7 Կարգախոսը գիտես ոնց է, կերամակասա, միշտ Հռոմը միշտ լավ բաներ կասա։ Օ, կերամակասա, Ռոբը միշտ լավ բաներ կասա։ Լավն է։ Ու հենց խոսում ենք մենք էքստերիերից, մենք հիշում ենք համավարակի տարիներին, 5-6 տարի առաջ, ես եւ Գարիկը ունենք տանը լայվը հաղորդում, երբ հայտնիներին միանում էինք եւ Գարիկը միշտ չէր թողում քեզ միանանք։ Քեզ էլ Արաբոջան, բայց ես ունեմ Բայց վեդին միացակ, չէ։ Վեդին չէ, վեդին իստումա չէ։ Ընդ կերամամարած բան չունի ընդ կերամակասան։ Կերամակասա չկա։ Չկա։ Մենք ունենք ֆոտո։ Ես միշտ նոստալգիկ ֆոտոներ եմ առանձնացնում այդ հաղորդաշարից եւ միասին գիտես ինչ։ Ամբողջն այդ նկարը։ Վերհիշում ենք ավելի շատ։ Այո։ Այսօր առանձնացել եմ այս նկարը։ Նայեք։ Հատուկ ինձ մոտ պոլիտրա է ներկերի, որ կարող եք դուք ձեր տունը, տան ինտերիերը այս գույներով, տարբեր գույներով գեղեցիկ Ծանր էր, որ պահել էիր։ Իսի։ Ոնց որ ասած շուշուտ նկարեք, հանեք, դա պետք։ Չէ, ուղղակի չէ։ Բայց տես այստեղ ավելի երիտասարդ, ավելի տաքուկ գույներով քսվել է։ եւ ավելի մազերս մի քիչ թափած։ Երիտասարդ այսինքն ավելի։ Այսինքն ավելի կարճ բառը ճիշտ է, մոռացել է, երիտասարդ։ Գարիկ ջան, հիշում ես այս օրերը։ Այսօրվա պես։ Էքստերիալ։ Ռոբ, կամերային չես նայում ոնց։ Ատենց է ձևը։ Էսի նոր ոչերն։ Լայվից է, Այո, էս լայվից է, ապրես։ Սա լայվից է։ Կերամա կասա, սա լայվից է։ Պատանի հասակում համոզված էի, որ կդառնամ առաջին հայ սուպերհերոսը եւ կփրկեմ աշխարհը։ Օ, շատ լավն է, առաջին ցիլը։ Ես հավատում եմ։ Բայց ինչ որ չի։ Ինչ սուպեր ունակությամբ։ Ինքը ավելի շատ երևի վեգանական։ Չէ, ես պատանի հասակում վեգան չէի։ Պատանի, բայց ես ուզում էի լինեի առաջին էկլեկտիկ սուպերհերոսը, որը ամեն ինչից մի քիչ ունի։ Թռնում էլ է, բայց երկար դիստանցիաներ չէ։ Բոլոր սուպերհերոսներից ինչ-որ բան ուներ, ավելի շատ սուպերհերոս պուտան։ Աննորմալ ես դուրը։ Ինչի՞։ Պուտան։ Կապուտան, Աբովյանի գյուղերի։ Չէ, իրոք սուպերհերոս էկլեկտիկն է ես եւ ամեն մեկից մի բան վերցնում էի եւ երբ կատաղում էի աչքերիցս արուն էր գալիս։ Իսկ որ հերոսից որ սուպերուժներ վերցնում։ Սուպերմենից վերցնում էի բնականաբար ֆլաշը Սուպերմենի տրուսիկը։ եւ փոխանակում էի գրիչի հետ։ Իսկ Կվազիմոդոյից ինչ էիք վերցնում, Պուզիկը։ Կվազիմոդոն սուպերհերոս չի։ Բայց կինոյի մեջ ուժեղ հերոս է։ Կինոյի հերոս, հասկացա։ Չէ, որ ասի տրուսիկը, Պուզիկը։ Ուժեղ էր, անցա։ Սուպերմենից բնականաբար վերցել էի թռնելը։ Բեթմենից ասեմ ինչն էի վերցել։ Էլի թռնելը։ Մեքենան։ Մեքենան, Բեթմոբիլը։ Բեթմոբիլը։ Էլ Սպայդերմեն։ Դու հələ որ DC-ից ես վերցնում, բան է, DC։ Փոքր ժամանակ իդեպ Սպայդերմենը չկար։ Ես Նու կարա տենց ճանաչված չի։ նոր էր սկսել։ Նոր, հա։ Նոր առաջին քայլերն էր անում։ Նոր սկսել կլիպեր նկարել։ Էլ լավ լասա, Սուպերմենը, Բեթմենը։ Սուպերմենից էի վերցել, Բեթմենից էի վերցել մոբիլը, հետո Չիրադիայի աշկային հիշում ես դու։ Սա այսօր սենց էր անում։ Սենց էի անում։ Ուղղակի նոր սերունդը չի իմանա։ Որտեվ Սպայդերմենը չկար, մի բան ուզում էր էլի կրակվել։ Բայց մտեք արի դալիչին հարցը։ Այստեղ կարող է լինել ձեր գովը։ Չիրադիայի աշկային մարդ կա, որ ճանաչում է։ Մի օքեյ, դուք մատնեցիք ձեր տարիքը։ Չիրադիայի աշկայից վերցրել էի ես կայծերը, որ կրակեի, եւ Չիրիպաշկի նինդզաներից էլ ես Դանատելոն էի։ Դանատելոն ինչ զենքով, թրերով էր, սխալ ես ասում, Դանատելոն։ Այդ ինչ էր իրանը։ Ինչ էր։ Նյունչակին էր։ Ինչ։
Նունչակի։ Նունչակիներ թե Նունչական։ փայտեր։ Մի խոսքով ասեմ ինչ էի վերցրել իրան։ Իրական կռվի համար, չէ՞ որտեվ թռնելը բան ամեն ինչ հերիքում էր։ Պիցայի համար։ Պիցայի համար է սիրում ադը, որովհետև այն տարիներին իշխան պիցան մեզ համար։ Պիցան մենք տես բան էր, հերուստա աստղ էր Ինձ պիցան։ համար գուրգուր էր, գուրգուր։ Այն Բրուսլի բոթասներ կար է։ Շուզերը, մենք շուզ էինք ասում, հետո իմացանք որ շուզ նշանակում է կոշիկ։ Սուպերմեն, Բեթմենը Բեթմեն կար, կռիվանելը Եվ կար, աշկան, շորերը Շիրազի կար աշկան։ եւ աշկայով կրակում էի, իմ մտքում պատկերացած ցանկացած հարց ես լուծում էի։ Չկար տենց իրավիճակ, որ ասեի, արա բանը չի։ Իսկ տենց հարց, իսկ տենց եղել է որ այդ տենց հակտեմատիչնես բակ ու ծեց ուտես։ Առը հակած, չէ՞։ Ես չեմ ունեցել այդ շորերը, բայց այդպես պիցայով իջնեի բակ, ես կդառնայի հերոս։ Դե այդ ժամանակ Առաջին պիցայով հայը։ Պիցայով հարցեր կարելի լուրջ ասում, այն վաղ մի հատ պիցա Նիվայի հետ փոխում էին։ Ով գիտեր պիցայի մասին արդեն ինքը Նիվայի թանկարժեր են ժամանակ։ Հաճա իրոք այն ժամանակ տենց էր, օրինակ ես հիշում եմ, էլի տենց ապրանքային, էլի բարտերային բանի մեջ մտանք, տատիկս իրական պատմությունն է։ Տատիկիս փոխեցի։ 90-89 Տատուսուրը հումորն է, սա։ Շատ եմ սիրում քո տատիկին շատ։ Ապա երազներիդ կգա կանիցիկ։ Երազներում գալու է, ասեմ, հող եմ գալու։ Չէ՞, տատուս լուրջ եմ ասում, ուժեղ դռի կնիկ էր։ Ուրեմն բարտերային բանն եմ ասում, նայեք, ինքը շատ կարևոր, որ ինքը պիցայի ուժը ասում էր, որ փոխում էին տարբեր բաներ հետ։ Տատիկս 89-90 թվականներին ես փոքր երեխա էի, բայց հիշում եմ վիդեո մագնիտոֆոն էր բերել Ֆրանսիայից հետը, GVC վիդեո մագնիտոֆոն էր բերել, արա հետի որ կասետով էր հետին։ Երթվում եմ այդ վիդեո մագնիտոֆոնը մերոնք գիտեք ինչի հետ փոխեցին։ Արա ամեն ինչի տանը խոհանոցի կահույք, ննջասենյակի կահույք, հյուրասենյակի կահույք։ Վերջի զանգի կոս։ Արագ վերջի զանգի կոս մի հոգի երեխա ուրիշ։ Չէ, լուրջ եմ ասում մի հատ վիդեո մագնիտոֆոնով մեր ամբողջ տունը այդ ինտերիերը կահավորեցին։ Այլ դուք պատկերացնում եք վիդեո մագնիտոֆոնը ինչ ուժ ուներ GVC։ Հիմա կլինի այդ պատմությունը շարունակեմ։ Այդ նույն վիդեո մագնիտոֆոնից բերում են մեր տուն։ Ուրեմն ինքը սենց կրոպկանոր սխում էր սենց բացում էր։ Դե չգիտեինք այդ ինչա, ես փորձի դանակով մի քիչ դուրս ջարդեցի։ Որը լավ օրատ է։ Եկա կահույքը վարի ատում։ Ո՞վ եք։ Արա պապաս մտավ գիտես ինչ եղավ։ Դանակը մցրեց։ Նո։ Ես մեկ էլ հետաքրքիր ես նոր սերնդին հետաքրքիր բաներ ասեմ, հիմա ամեն ինչ տենց հեշտացել է, էլի շատ ծիծաղելի Գարիկը, Արսենը, Արաբոներից թվում արած կլինեն։ Այդ ժամանակ 18+ վիդեոները, երբ մենք տենց երեխա էինք ման, վիդեո կասետով էր, դե չկար հիմա ինտերնետով, դες 18+ լեկտի վիդեոներ էր լինում, ու այն ժամանակ լույսերի հովարային անջատումներ լինում էր։ Վիդեո կասետը որ դնում էինք մեջը նայում էինք թակուն տանեցնից, լույսերը անջատում էին, ու այդ կասետը մեջից չէին կարողանում հանել։ Վիդեո մագնիտոֆոնը հանում էինք, ընկնում էինք, ու տունը լույս կա միացնենք հանենք։ Ճիշտ ասում։ Որ հանենք չբռնվեք, որ այդ կինոներն եք նայել։ Եթե շատ ազգ ինչեր են կարել, ինչերի մեջ ենք անցել։ Վերադառնանք մեր պատմությանը։ Մեր պատմությունը ինչ է։ Նորմալ սուպերհերոսը։ Հա, ինչ են կարծում։ Որ ճիշտ է։ Ճիշտ է։ Հա։ Ասո Ոչ հոպար։ սկզբից պայմանավորվեցինք։ Հասկացա ճիշտ է։ Մենք կարծում ենք ճիշտ է։ Մենք այսօր միշտ համաձայնվելու ենք Ինայի հետ։ Ինան ինչ ասեց, տենց էլ գնալու է։ Այս պատմությունը ճիշտ է։ Գարիկ հոպար։ Իսկ այս պատմությունը Շատ է ձգում։ վայելում եմ ես բան, վայելում եմ ես լարվածություն ես, հիմա ինչ ա։ Այս պատմությունը սուտ է։ Էլի գնա պրստը տակ։ Անկեսից հասկացա որ պետք է։ Տոմքես։ Անջիգա, Yes։ Մեր հաղորդման գործընկերն է Step by Step Group-ը, որի Step Construction նախագծին դիմելով դուք ստանում եք պատրաստ մտածված եւ բարձրակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաեւ բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Ես մարդկա որ կառուցապատողից տուն է ուզում գնել։ Դուք կաք։ Չէ։
Դուք Ես կամ ուզում եմ step by որտեղ եք ուզում step by step-ը մեծ նոր-նորքում։ նոր-նորքում Կա թե չկա։ կա ուզում ես Համարի ունես։ Համարի ունես լուժ եմ ասում նոր-նորքում ինչ ես ուզում հիմա դիմի step by step-ին Նոր-նոր դիմի էլի չէ ինձ չէ իրենց Նա շենք։ ում եմ դիմում։ step by step-ը stop ինձ Ստոպ ջան, բարյոս։ Եթե ձև կա մի հատ կավարտին է, էլի մերնեմ ինքը արևի։ stop by stop-ն է էլի Ստոպ բայց ստոպ։ Ստոպ բայց կանես չէ, իմ ասածը չէ։ մի խոսքով դու ունես Մեր հաղորդաշարի գործընկերն է Գլովոն։ Գլովոյի հետ ամեն ինչ դառնում է հասանելի րոպեների ընթացքում։ Սնունդ, մթերքներ, դեղատներ, նվերներ, ամեն ինչ մեկ հարթակում։ Մնում է միայն ներբեռնել հավելվածը։ Նամաստե։ Նամաստե։ Այդ տրեիկը մոտոցիկլի ձայնն է։ Չգիտեմ ինչ ակեր է դրա հետ չեմ ճանաչում։ Հասկացա։ Արսենն է։ Համասարենք մենք։ Արսենն է։ Ես ինչա։ Էս ինչ Ես կարմիր է։ պատվիրել եմ, Կարմիրա չէ։ Լսում ենք։ ես պատվիրել եմ իմ արձանը, որ տեղադրեմ մեր տան բակում։ Ընտիր։ Իդեպ հավելում։ Ես պահը Կարեք վայելեք ես միանգամից էլ պատմությունը, ասեք։ որ ասան Արդեն գնում է իր ջոկել եք։ արձանը պատմի։ Բայց հավելում ես Միքելանջելոյի ոճով Դավիթի։ Մերկ է, ինքը մերկ է, չէ պատվիրել։ Մերկ։ Չէ, որ Մերկ գնաց է պատվիրելա շորերը։ լեգոները որ տվեցին վեկանը դրա համար է։ Բայց չէ՞ այդ կասկադի այդ արձաններից լինի։ Այսինքն ես պարկած մի քիչ գիրուկ, հա։ Բայց փորի վրա պարկած թեթև կլորիկ, պամպիկ։ Կամ կատունը ստա։ Բայց մի հատ զինվորիկ էլ կա, չէ՞, սենց կանգնած։ Այո, բոտերո է դա։ Ասենես հասցրեց ամեն ինչ մտածի։ Հիմա հարցերով ասում ենք, ինչ առիթով ես պատվիրել քո արձանը, ինչի համար։ Անգիտակից, այտենց։ Թողը շատ Ում էր, բան, գործը լավ է։ Խմած, քեֆս լավ ասի։ մոտ ես պատվիրել։ Լենական եմ պատվիրը։ Պղնձով պետք է ալներ էլի այդ Հիմա որտեղ։ Պղնձով։ Պղինձ ձուլեին այտենց էլի։ Պղնձե արձան ես պատվիրել։ Պղնձե արձան, հա։ Հիմա պատրաստում են, թե պատրաստ է։ Էդի շուտ եմ տարե հանձն է։ Այսինքն կա այդ արձան հիմա ձեր բակում։ Որ հանձնել եմ ուր դու սկամ Հանձնել է, ինքը տայլը որպես գունավոր մետաղ հանձնել է իրեն։ Քո արձանը տարե հանձնել ես, որպես գունավոր Էդի մետաղ։ մենակով տանել չէր լինի։ Արված կա քո արձանով գրեմ ցավը տանեմ։ Գունավոր մետաղ հանձնում եք, ախպերս էսի գողցել է, չէ, ես Եվ որպես գրկած ցույց է տվել, նման ենք դա ես եմ։ Որ էսի վեկա ախպերը ինձ չէ, էսի վեկա։ Այտենց տարե հանձնել եմ շուտ։ Ինչքան ժամանակ ա եղել բակում դրած։ Հավատա համարյա չենք էլ դրեն պատի տակ գցել ենք, դուրս չեկավ, լավ չէին արել։ Բա Ինչը լավ փողը չէին արել։ Ինչն էր պակաս։ Ինչն էր փող։ Դե շորերի տակից չգիտեմ ինչ կար չկար, բայց այդքան նման չէին արել։ Նկար կա։ Չէ, այդ թվերին այտենց հեռախոսել չկար, որ նկարեինք։ Նկարով Որ թվին հեռախոս Իսկի տունը հեռախոս չունեինք այդ վաղ։ Այսի որ թիվն է որ մենակ եղել է մարդ, բղինձ ու սարքով։ Ու հանձնելու բակ, ու բակ։ 90-ական թվերին։ 90-ականներին չկա, լուրջը բասում չկա։ 90-ականներին 1200,000 տվե բղինձին, բերե 70-ով հանձնե, փետարը որ տականը։ Արա ախր ես մեր Արսենը գրիք վրան, արա դաժը կատակով չի կարում սուտ ասեն, ոնց է կարմիր է։ Այս մարդու մեջ չկա այդ, էլի, նա կոնկրետ կարմիր է։ Բայց մենք ճիշտ էլի վատ կլի գալի։ Որ չէ, բախյա կարմիր։ Չէ, արաբոն ճիշտ է ասում։ Ձեր Այս որոշումը։ պատմությունը կարծում ես Սուտ է։ Սուտ ես։ Ես էլ եմ կարծում որ սուտ է, Արժ ջան, փրկենք քեզ։ Ճնշումը հելել ասի, սրտի աշխատանք է լսում եմ։ Ասма սուտ է։ Ո՞ց տալիս։ Արա հասկանան, որ այդ կարմրությունը ուղղակի մեծ է ճնշումը տվարանում։ Դուք ճիշտ եք, ծիծաղում են, ով վերջում է։ Ո վերջում է ծիծաղումից վերջում կծիծաղեք դուք, քանի որ Արսենը ուներ այս գույնը։ Այս պատմությունը սուտ է։ Արա քիչ կաուտոտուսը։ Արի մի հատ պաչեմ։ Կամած։ Այ պաչի։ Ես միջև գրեմ դուք պաչվեք։ Մի հատ պաչեմ ասում բանից։
Երկար չփաչվեք։ Արե ձեր ցավը տանում արա։ Դա ծափար ենք ասել։ Ամենահամեստ մարդկանցից արտիստներից մեկը, որ երբևէ տեսել եմ։ Ուրեմն, մի անգամ նվիրել եմ իմ հին կոշիկները մի թանգարանի, համոզելով, որ դրանք պատկանել են հայտնի մարդու։ Ում ոտամաններն են։ Դա ես փոքր վախտով այդ ստանողներից հետ բան են գնացել, sense մի, չեմ ասում, թատրոն բանը տենց, հետո ես այդ մարդուն շատ էի սիրում, sense մանկական, ինչ եք ասում, այդ մուլտիկներ, բաներ էր բեմադրում, մուլտիկը թե տելևիզորում, բայց թատրոն, հա, բայց երեխեքի համար։ Դե այդպես գնացել ես շատ էի սիրում, հերոստացույցից էլ տեսել եմ։ Բան կարաս օգտագործել։ Ու այդպես այն օրը որ այդ գիշեր որ մենք գնացել ենք իրենց թատրոնին, ինքը այդպես էր, ես մամայիս պապայիս ասեցի։ Թատրոն գիշերներն եք գնում, հա դե։ Հա, այն վախտով գիշերներ, բայց հիմա այն վախտով առավոտները, որտեղ մանկական էր, հիմա գիշերներ։ Թատրոնները այն ժամանակ մարդիկ։ Հա, հետո այդ մարդը ես ուզում եմ իմանում ես կոշիկները ումն էին, որ տենց թանգարան։ Այդ մայր դերասաններ, որ մանկական դերասան էին, այսինքն մանկական, ասես բաներ են անում, թատրոն բանը տվես։ Ես շատ ոտը չէ հայերեն։ Ախր Չէ, շատ լավ։ Իմ Իրանը հայերենն է շատ։ Շատ անդի կոշիկներն են եղել։ Չէ լավ լուծում կոշիկներն են, անդի։ Անդին նայել է, տարել է, վետին ասել է, էսի ան, ընդե դի։ Լավ էլի։ Ում կոշիկներն էին։ Այդ կոշիկը իր անունը Ռեզա էր։ Ռեզա գիտեք, բառ։ Մատ Ռեզա Ես անունով գիտեմ մարդ էր, բան, Ռեսկա գիտենք, սվարկի ռեսկա։ դերասան էր։ Դերասան էր, բայց ինքը այդպես էր շատ էի սիրում իրան, ինքը իր Բայց հայտնի էր Իրանում Ռեզան։ Ամբողջ Իրանը գիտեր իրան։ ամբողջ Իրանը չգիտեր, չէ։ Բայց ամբողջ Իրանը չգիտեր։ Իսվանի Ես փոքր էի, չգիտեի շատ սաղ Իրան գիտեր, թե չէ, Իսկ բայց լավ, քանի որ ինքը տենց ավելի շատ լոկալ դերասան էր ինքը ու շատ մարդ չգիտեր, մանկական դե հա, որ ինչ թանգարանի հանձնեցիր այդքան էլ ոչ հայտնի դերասանի կոշիկներ։ այդ թանգարանները Իրանի Իրանում պետական Ռեզայի անվան, Ռեզայի անվան։ Մշակութային բաները վերցրու։ Իրանի Ռեզայի անվան։ Կարող է տուն թանգարանից հասնել։ Տուն թանգարան, չէ թանգարան, չէ, այդպես մի հատ այսպես ֆիրմաներ կա Թերանում, որ դուք եթե ասենք հայտնի մարդկանցից մի բան ունես կամ միտեղ մի բան վերցրել ես իրենցից, կարող ես նվիրես Գյորգի Մինասյանի ձայնը լարերը տանենք։ Գորգի Մինասյան ես չգիտեմ։ Մեր Ռեզան է, էլի։ Հա, Մեր անդին է ապել։ Լավ լիարա մեր Ռեզանա։ Իսկ դրա նպատակը ո՞րն է։ Խի համոզել ես մանկուց նրանց, ասենք ես իրան երկրպագու էի, ֆան էի դրան, ասենք որ մեծացա, այդ ասեցի ինչ անեմ, ինչ չանեմ, դեռս դրած էր, ասեցի նվիրեմ միտեղ։ Ռեզան մեծ բան չէ։ Դու Ռեզան Մանկական բոտացները։ Չէ, երոսներ էլ մանկականը դեվրատեսիլ այն, բասը դեվրատեսիլ։ քո ոտքի չափը մանկական Ռեզայի չափը։ Այդ կարեն ջուր բռնելու ցակներ։ Ատենք պատը մի մոտի դեպը գրած։ Սենց փոքր են երեխու բաբուչներից ասել է Ռեզայի դարա։ Ռեզանը 2 մետրալու ջաջ է։ Ոնց կարա պես լինի։ Փոքրա մարմին էր, հա, Ռեզան։ Փոքրա ոտնի։ Քրամարմին, որ նորմալ ռազմերով էլ այդ կան, ինչ հիշում եմ 40-41 էր։ Չէ, բայց դու փոքր երեխա ոնց ես 41 ես ակե։ Չէ, ես 41 չեմ ակե, ես այդ ինչ են ասում, այդ կոշիկները վերցրել եմ նրանից, որպես կա մարդիկ գնում են ստորագրություն են ստանում։ Հա, ինքը ինձ այդ նվիրեց։ Կոշիկները նվիրեց։ Բա ինչով գնաց դու։ Ոչինչ ուրիշ չնվիրեց։ Ինքը Բոբիկ գնաց, հա։ Բայց ինքը սկզբից Բայց Լավ, նորը չգիտեմ, այդ շնորհասում էր ընդեղ դրած էր, Այդ մի որոշեցի խորացեք, վերցնեմ այդ մի տանը։ Չէ, բայց մի վարկա սկզբից մի րոպե։ Չէ, այդ դրած է։ Մի հատ էսի ջնջեք նորից։ Սկզբից չասեց իրա կոշիկներն է։ այ ախպեր մի բան։ Մի րոպե հարկի Հա, անից ասեց։ Սկզբից ասել է իրա կոշիկներն է, երկում են գիտեք որ երկը։ Ռեզայի հացերի Ռեզային ակցերի։ Այո։ Արա սիրում եմ սենց խաղերը։ Եվ այս պատմությունը լղտի եկեք։ Եվ այս պատմությունը սուտ է։
Բացի։ Չեմ մտցելու։ Դժբախտաբար, ճիշտ չէ։ Այո։ Այսինքն մինչև այս պատմությունը նորմալ հայերեն էր խոսում, գիտես։ Այսինքն հայրենը սպրծա։ Հայերեն, հիմա հետ եկավ հայերեն։ Արա Իրանը հայերեն էլ չէր, դա լրիվ ուրիշ հայերեն էր։ Էսի ինայա հայերենը։ Ինայա հայերեն։ Խնդրում եմ մեզ մեկ միավոր տուր։ Հայերին է, հայերին է։ Որիշ ասեք բայց լավ է, ասես միասին կերկված որոշել, արիչ լավ է։ Մեր գործընկերն է Արարատ կոֆե բրենդը։ Արարատ սուրճը ամենահայկական սուրճն է, որի համային հատկանիշներով կգոհացնի ամենակմահաճ հայ սրճասերին։ Ասա։ Ում իմանալը տենց բան կա, այ մարդ, տերդ մերնի գիտություն ստեն ասե։ Ինտերնետ։ Առաջի երկու բառը լսի առաջին։ Այս սուրճը, Այս թե օյ սուրճ։ այս սուրճը հիշուր նախագահի նմանակում է Իրանում։ Տենց եղավ չէ, օրը սարան ես էի մտածում։ Ոնց էր տենց եղավ։ Այ։ Հերիքա։ Այս սուրճը իրոք իր անվանը արժանի սուրճ է։ Այ հիմա հասկանում ենք, թե ինչու Նոյը Արարատի վրա իջավ։ Հարցրեք ձեր մոտակա խանութներում եւ անպայման կփորձեք ու մեզ կոմենտներում խնդրում եմ կարծիքներ գրեք այս սուրճի մասին։ Գեղեցիկ այս արկղիկների մեջ կա սուրճ, ջազվե եւ բաժակ։ Իսկ համոզվելու համար կարելի է բացել նաեւ։ Այս մեկը նույնիսկ պտտել։ Գոհ եք ինձանից։ Քո թիմակիցները նույնպես ունեն այս գեղեցիկ արկղիկները։ Հան ախպերես։ Անցավ։ Աբետ բացեք տենանք, է։ Դե ինչ մենք սահուն թևակողեցինք երրորդ փուլ, որի կանոններին տիրապետում ես միայն դու։ Իհարկե։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ կամ ոչ մեկի հետ կապ չունի։ Մենք պետք է պարզենք կոնկրետ ում մոտ է եկել կամ մասնակիցը կամ ում մոտ չի եկել։ Ճիշտ պատասխանը 3 միավոր է։ Բայց եթե սխալ ենք պատասխանում, 3 միավորը գնում է մրցակից թիմին։ Սա ծուղակ փուլ է։ Ծուղակ փուլ եւ ծափարություններով հրավիրում ենք կասկածելի հյուրին։ Բարև ձեզ, հազար բարի։ Ահա մեր կասկածելի հյուրը, խնդրեմ, Արաբոջան։ Տիկին Ժուլիանա, ես լինելու եմ նրա հարսանիքի քավորը։ Տիկին Ջուլիանա բանաստեղծ է։ Օ, Ես նրա բանաստեղծություններից մեկի խոսքերով երգ եմ գրել։ Որը նա, տենց է ստացել, բայց չի հավանում։ հասկացա։ Տիկին Ջուլիանանը։ Ես նրա համար Իրանից բերում եմ ավանակի յուղ ու կաթ։ Հասկացա։ Արաբոջան, Տիկին Ջուլիան պետք է ամուսնանա եւ դու լինելու ես քավորը։ Այո։ Ում հետ է ամուսնանում եւ սա նրա առաջին ամուսնությունն է։ Չէ, երկրորդ ամուսնությունն է։ Երկրորդ խնդրում եմ պատմեք, որտեղից եք ծանոթացել, ինչ եւ Հայաստանից, Երևանում։ ոնց, ինչ բան։ Միջոցառման էի, երգում էինք բնականաբար։ Տիկին Ջուլիանան մոտիկացավ, ասաց Արաբոջան, երազանք ունեմ, որ իմ հարսանիքի քավորը պետքա լինես։ Ես ճիշտն ասած զարմացա, բայց եկան մեր տուն բամբաներկեքով, խմիչքներով, ադատներով։ Չէ։ Քավորին ընտրելու դեպքում այտենց է։ Դու Կոնյակով, հա, այդ Լուրջ ես ասում, ես տենց է գիտեիք, որ ես չգիտեի աղջկան ուզելուց է, կներես տենց։ Ես գիտեի աղջկան են տենց բամբաներկով, բանով համաձայն եք, համարեք շղ։ Հիմա դաժան հարցերը գալիս են։ Ում եք եկել։ Ընկերոջ։ Նշանացի։ Չէին պսակվել։ Անունը ինչ է։ Նշան։ Ինչ։ Նշան։ Նշանացի անունը։ Որ չմոռանան ինչի համար են։ Նշան ամուսնադարի հարսանիքի օրն է պսակ է, հա, պսակ է մարդը։ Հարսնիկ է դառնում։ Գնում եմ պասպորտ սեղալ, մենք արդեն ամուսնացել ենք, դիր անունս Հարսնիկ։ Շնորհակալություն, հարգելի Արաբո, շնորհակալություն։ Ռոբերտ Քերի։ Շատ լավ է, թող քո միշտ ձեռքը, քավորական ձեռքը անպակաս լինի երիտասարդների Գլխից։ Գարիկ ջան, դուք
Ջուլիանայի բանաստեղծությունների իման վրա երաժիշտ երգ եք գրել ու Ջուլիանան չի հավանել։ Երգը ոնց որ տվելա ձեր գլխին։ Հա, տեսեք, տարօրինակ է, որ Չէ, մի րոպե, մեզ չի հետաքրքրում, ոչ տարօրինակ է, ոչ սովորական է, բառերը, երգը։ Խնդրում եմ, մեզ ոչ ինչ չի հետաքրքրում։ Երգը։ Չէ, չեք ուզում ինչ Չենք ուզում լսենք, բառերը դիկին Ջուլիանային Չենք ուզում։ Խնդրում եմ երգը։ Մենք չենք ընդհատում, ուշադիր լսում ենք, խնդրում եմ հերթով գնա երգը։ Այ Wam pam pam wam pam pararam wam pam 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 param pam 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 parara wam pam param pam Yes, սիրում եմ երբ դու մերկ ես Yes Դե իմը սպասի Yes Կարամ շարունակեմ Բայց դու գնում ես իմ ասած ռեզայի կողմը, բայց շարունակի։ Ասմա Այո, արվեստը տեսեք այդ ամենչ մեջ։ Ասում ես սիրում եմ երբ դու մերկ ես։ Իմ սերը ծառն է, իսկ դու բերքն ես։ Հերիք է, հերիք է, հերիք է, իմ սերը դու հերք ես։ Ես ոսկերի վրա գրել եմ երաժշտություն, բայց ինչը չի հավանել։ Մերկի պահը։ Չէ, ասում եք, որտեվ բարերը ինքն է։ Բարերը ինքն է Առաջնացքից ինչը։ Ասում է տրամադրությունը սխալ է։ Ես ուրախ երգ եմ գրել, ինքը ուրախ չի պատկերացրել այս տողերը։ Բայց ես որ նայում եմ Տիկին Ջուլիանային դժվար է տես բաներ գրի։ Ատենց, այսինքն ոնց։ Ես սիրում եմ որ դու մերկ ես։ Բայց հենց է Տիկին Ջուլիանան, մենք Տիկին Ջուլիա ենք ասում։ Տիկին Ջուլիան ինքը ոնց է բացատրում դա, ասում է ես չեմ ասում որ ֆիզիկական մերկության մասին։ Մերկ, այսինքն իմ առջև բաց, կարդացվող։ Մորեմերկ, կարելի ասել մորեմերկ։ Ամոր։ Հիմա դա է ասում դու ոնց որ շատ բառացի ես մոտեցի ու երաժշտությունը ասում է իրան այդ տողը պրիմիտիվացնում է, բայց այդ մերկությունը ես խոսում եմ բացության, անկեղծության մասին, մի քիչ ավելի սկզբից չէր բացատրել երաժշտություն է։ Հա չէր բացատրել, ամենակարևոր բանը։ Գիտես, ինչ ասում չեմ բացատրել, որ չուղղորդեմ, բայց հիմա ասում որ չես հասկացել, ուղղորդում եմ։ Ուղղորդում եմ։ Դեռ շարունակելու եք համագործակցել։ Այնքան սիրուն բանաստեղծություններ ունի, որ միանշանակ ասեմ էլի։ Չգիտեմ։ Թե չկասեի։ Լավ։ Շնորհակալություն, որ աշխատել եմ, տպավորվել է։ Շնորհակալություն։ Ready։ Բարև ձեզ։ Ինչու եք նմանատիպ բաներ բերում, հիշում եք, չէ՞ ինչ եք բերում։ Այո։ Ինչ։ Յուղուկատ։ Ինչի։ Ինքը մամայիս ընկերուհին է։ Ինչ բայց յուղուկատ։ Յուղուկատ իրանից յուղուկատ։ Բայց ինչ յուղուկատ։ Ինչի յուղուկատ։ Ինքը մամայիս ընկերուհին է, թխվածնի։ Իրոպե, ինչի յուղուկատ։ Կոշիկ, Դոնիկը գնաց, բռնվել է։ Ինքը թխվածներ է սարքում։ Բարեկի ընթանի հեքիաթը պատմես։ Ինքը թխվածներ է սարքում։ Մի րոպե։ Ինչ յուղ է դուք այդտեղ կարդացիք։ Ինչի յուղուկատ, իրանից յուղուկատ, յուղ ու կած։ Բայց Ինչի յուղ, կովի։ Կովի, Հիմա կովի, բայց ես չգիտեմ, մաման նշած էր կովի, ասա որ կովի։ Չէ, կովի նշած չէ։ Դա ինչի է նշած։ Լավ լսեք։ Լավ լսեք։ Լավ, քոնը սուտ է, դի Մի րոպե, սուտը մերը չէ, մերը ասելը չէ, մերը գիտես որն է։ Գնաց։ Դոնիկը յարը, ֆաննե դոնը յար, դոնիկը յարը, կովի կատ դոնը յար։ Էշի Այ, այդ խնդրում եմ, լավ, չէ, մենք հավատում ենք, հաստատ հիշում Թխվածներ ասա պատրաստում։ Տխվածներ էշի յուղից։ Չէ, կովի։ Կովի, ատեղ ինչ ատեղ։ Ապե նոր կարտացիր էշի։ Ինչ ատեղ գրած, բարձր կարտա, բարձր։ Ավանակը կովն է։ Կովը չի։ Ավանակը կովը չի, ավանակը Ավանակ էշն է։ շուտվան Ես չգիտեի։ Ավանակ կապ չունի ինչ կենթանիա, նայում են խելքին ասում են, ավանակա կամ կովա կամ ասենք շունը։ Ավանակա կարող է։ Այս պատմության մեջ հլվոր մեկ ավանակ կա։
Ու այդպես։ Ու այդպես տխուր օտարավերում Մենակ տղա եմ սերս եմ փնտրում Բայց օտարները ինչ են հասկանում Սերս հասնում է ասում Սերս չեն գտնում Հայ եմ ես, հայ ես դու Հայ եմ ես, հայ ես դու Ահ քո ցավը տան եմ ես Հայ ես դու Ֆելեյդոն Մենք պետք է հիմա որոշենք, Ինա ջան, որոշենք ում հետ կապ ունի, կամ նրանցից մեկի հետ կապ ունի, կամ ոչ մեկի հետ կապ չունի։ Ես մտածում եմ կամ ոչ ոքի հյուրն է, կամ Գարիկի հյուրն է։ Ասա, ծալում եմ մատս։ Գարիկը իդեպ է սա։ Սա ոչ ոքին է, սա Գարիկը։ Լավ, ոչ ոքի հետ կապ չունի։ Ոչ ոքի հետ կապ չունի։ Լավ, թո դառնա ես ոչ ոքին։ Շնորհակալ եմ։ Ոչ ոքի հետ կապ չունի։ Հա։ Ասս, Ինչ թվում է ոչ մեկ հետ կապ չունի, ախր շատ անկա պատմություններ են։ Ես այս բաժակով ուզում եմ խմել մի կենաց, այնպես որ ոչ մեկի հետ կապ չունի։ հասկացա։ Հասկացա։ Ճիշտ է, դու ինչ օրինակ ինչ ասեիր, մենք այսօր խոսք էինք տվել Ինային, որ պետք է համաձայնվենք նրա հետ։ Մոռացել էիր դու դա։ Ես հիշում եմ, Բայց դու նույն բանը ասացիր։ Մենք էլ ենք կարծում, ոչ մեկ է։ Մենք կարծում ենք, որ Տիկին Ջուլիանան, Տիկին Ջուլիան կամ չգիտեմ այնտեղ ոնց է։ Գարիկենք են ասում։ Այո, ոչ մեկի հետ կապ չունի, ուղղակի եկել է մեզ հյուր եւ շատ հետաքրքիր եւ ուրախ զվարճացանք։ Եվ շնորհակալություն, որ ես գեղեցիկ հյուր եկել։ Այո, եկեք մեր Տիկին Ջուլիային, գեղեցիկ բնաված։ Հարցնենք, թե արդյոք ում հյուրն է նա, թող նա բացահայտի ինքն իրեն։ Ես Ջուլիան եմ եւ ոչ մեկի հետ կապ չունեմ։ Եկեք Տիկին Ջուլիային նվիրենք մի հրաշալի նվեր, որի միջոցով Տիկին Ջուլիան Շատ ճշտախոս կգնա եւ 30,000 դրամի այս նվեր քարտով կօգտվի Գլովոյից, կպատվիրի ինչ ուզի։ Շնորհակալություն։ Բարձր ծափարում եք Տիկին։ Համ դեղորայ Ջուլիանն է։ Տիկին Ջուլիային Բարձր ծափարում։ Մեզ 3 միավորել գրես Էրիկը։ Ես 3-ին էլ էի համաձայն։ Պետի լավ մի քիչ խափել սովորի։ Ինչքան վաղ Հայաստանը սովորի, չէ՞ սովորի խափել ախպեր։ Ավանակը կով է հիշում։ Ավանակը կով էի հիշում։ Ավանակը Իսկ ավանակ է Ավանագին կողմից է։ ճիշտը ցուրն է, ասեմ իմանաս, վերի, ճիշտը ցուրն է։ Պետի ջան շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին, մեր հանդիսատեսին, բոլորին, ովքեր մեզ հիմա դիտում են այս Բրավո։ խաղի համար։ Կասկածելի երեկոներ եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։